Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Որևէ ապացույց այն մասին, որ այն ձայնագրությունը, որ ներկայացրել է վկան, որ այդ ձայնագրությունը չի գեներացվել արհեստական բանականության միջոցով, քրեական գործի նյութերում առկա չէ։ Ընդ որում, ինչու է այս նյութը կարևոր կարծիքով, որովհետև այնտեղ նշվում է, որ տեսագրությունն է գեներացվել արհեստական բանականության միջոցով և շուրթերի շարժումը և այդ շուրթերեն խոսքը բավականին որակյալ է կատարված։ Դա նշանակում է, որ շատ ավելի հեշտ է արհեստական բանականության միջոցով գեներացնել ձայնագրություն, այլ ոչ թե տեսագրություն։ Գործում չկա ապացույց, չկա փորձաքննություն այն մասին, որ դա արհեստական բանականության միջոցով չի արվել, գործում չկա ապացույց, որ դա Ռուբեն Վարդազարյանի խոսքն է, որ դա մոնտաժված բառը այլն է մոնտաժ։ Չկա ապացույց, չկա փորձաքննություն, որ այդ ձայնագրությունը մոնտաժված չէ։ Ավելին ասեմ, վստահ եմ, որ այս տեղեկությունը, որ ես հայտնեցի նախագահ դատավորին չի ենթարկվում, սակայն ավելի շատ խոսքը սուղված էր մամուլի ներկայացուցիչներին, վերադաս արձաններին և ավելի շատ երևի թե մարդու իրավունքների եվրոպական դատարանի։ Այսքանը, շնորհակալություն։ Քիչարը դատանշեց, անվաստանի վերջին խոսքը լսեցելու դատան հեռանում ողբերգական սենյակ դատան ներկայացնելու, կարգավորելով, որ անվաստան Ռուբեն Վարդազարյանը հանդես եկալ վերջին խոսքով ավարտեց է, ուստի դատան հեռանում ողբերգական սենյակ դատավճիռ կայացնել։ Դատավճիռը կհրապարակվի վաղը 2025 թվականի մարտի 18-ին ժամը 13:30 դատական նստակացված։